Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին եւ մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների եւ տեղի շուրջ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբը ընդունել է կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը։ Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, այնուհետև օրենքն հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Այս տարբերակի շուրջ եկել ենք համաձայնության, համատեղ գեներացրել ենք այս տեքստը հանձնաժողովի անդամների, կառավարության ներկայացուցիչ եւ նախաձեռնող խմբի անդամների հետ այսքանը։ Հաշվի առնելով, որ արդեն 3 շաբաթ է անցել մեր վերջի քննարկումից հետո, արդյոք կա որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ի գործադիր մարմիններից այս նախաձեռնության հետ կապված։ Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Կուզենայի իմանալ ինչ է նշանակում ըստ երևույթի սպասում են։ Դա տեղեկություն է, թե դուք ենթադրում եք։ Պաշտոնական դիրքորոշումը, ինչպես հայտնել էին եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, պաշտոնապես, որ սպասում են օրենքի ընդունմանը։ Այսինքն նմանատիպ պաշտոնական արձագանք է եղել։ Այո, այդ եղել էր դեռևս օրենքի առաջի ընթերցումից հետո պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական արտաքին գործողությունների ծառայության այդպիսի հայտարարություն արել, որ ի գիտություն են ընդունում օրենքի քննարկումը եւ հանդես կգան համապատասխան հայտարարություններով։ Ես կուզենայի իմանալ, ճշտել հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքները որոնք են օրենքը ընդունելուց հետո։ Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք Եվրոպական միության անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որ տարածվի Հայաստանի Հանրապետության վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ կանդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ, այդ հովանոցի տակ։ Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Մենք մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն Եվրոմիության հետ, արդեն տեղի են ունեցել 2 նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն առաջի անգամ այդ
ոլորտը չկար ՍԵՊԱ-ում, հատկացված է մեծ մաս առանձին գլուխ է այդ վերաբերյալ։ Իհարկե դրա հետ է կապվում նաև Եվրամիության ընդհանուր եւ անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները եւ այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում։ Միաժամանակ իհարկե Եվրամիության դիտորդները նույնպես ներդրում անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Վստահ եմ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը եւ նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար։ Երևանում է Իրանի արտգործնախարարը Զվարթնոց օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակում նախատեսված է նաեւ նախարար Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ Երևանում Արաղչին հանդիպելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից, օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նրա նպատակը ստորագրման գործընթացի ձգձգումն է։ Այսպիսի տեսակետներ են հայտնել հայ փորձագետները Ադրբեջանի ապատեղեկատվության եւ կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի թեմայով քննարկման ժամանակ։ Մանրամասները տեսանյութում։ Մեր տարածաշրջանը, որը մեծ հաշվով է, եթե գնում ենք ավելի քաղաքական գնահատականների ճանապարհով, այս պահին նվազ ռազմական էսկալացիայի միտում ունեցող տարածաշրջան է, բոլորը շատ լավ հասկանում են, որ այս պահին իրավիճակը ավելի շատ այս քարոզչական հարթությունում է։ Այսինքն միջազգային տարբեր դերակատարներ կամ այս տարածաշրջանում հետաքրքրված բազմաթիվ երկրներ բնականաբար կան բավականաչափ խորքային գնահատականներ առայն, որ այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում որևէ էական էսկալացիայի հիմք, պատճառ առիթ չկա։ Շահառու դերակատարների համար պարզ է, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում, բայց միևնույն ժամանակ այդ հիմնական դերակատարներն էլ ներգրավացնելով այն խնդիրներում, ուրեմն չեն փորձում զարգացնել այն դրական միտումը, որ կա մեր տարածաշրջանում, այսինքն եթե մենք գտնվենք ավելի կայուն եւ կանխատեսելի այսօր աշխարհում եւ տարածաշրջանում, բնականաբար այս արձանագրված իրողությունը համաձայնագրի տեքստի համաձայնեցման, ուրեմն մի փոքր ավելի շարունակականության դրսևորման դեպքում միջազգային հանրության եւ հատկապես ամենաազդեցիկ դերակատարների նույն Միացյալ Նահանգներ, գուցե Ռուսաստանը, եթե ուրեմն պլաններ ունենար վերադառնալ եւ հնարավորություններ մեր տարածաշրջան կամ այլ մեկ խաղացողների կողմից, ապա դա կարող է վերածվել ինչ որ արդեն կոնկրետ գործընթացի, բայց քանի որ չկան այդ հնարավորությունները, ցանկությունները եւ ծրագրերը, դրա համար բոլորը ես համամիտ եմ, անգամ գուցե առանց տեքստին ծանոթանալու թե ինչ է, եթե կողմերն եկել են համաձայնության, նշանակում է դա արդեն երկուսին էլ փոխշահավետ է, հետաբար մեր գործն է ողջունենք այդ, ոնց որ օրինակ նախորեն շատ սիմվոլիկ էր Հռոմի Պապի անդրադարձը, հիվանդանոցից դուրս գալուց հետո իր առաջին հանրային ելույթում նաև այս խնդրին, այս իրողությանը անդրադառնալ։ Այնպես որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են իրավիճակը, ես կրկնում եմ, հիմնական նպատակը այս բան այս քարոզչական արշավի գրոհի այն նարատիվը, որը գեներացում է հայկական կողմից, որպես տարածաշրջանում էսկալացիայի պատճառ հիմք չկա այլևս եւ քաղաքական բանակցությունների մակարդակում պետք է կողմերը գնան խնդիրների լուծման, այդ նարատիվի չեզոքացումն է։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը, հա, ըստ էության, ու եթե անդրադառնամ այդ վերջին միջոցառմանը, որը դուք հիշատակեցիք, շատ ակնհայտորեն խոստովանեցին բանախոսներից մեկը շատ հպարտությամբ, թեև
ներկայանում էր որպես ՀԿ ներկայացուցիչ, բայց շատ հպարտությամբ հայտարարեց, որ պատերազմում, տեղեկատվական պատերազմում 20 թվականին Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակի կամ պարտությանն մատնել Հայաստանին, քանի որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին, առաջ տանելով իրենց հենց խոսույթները, ու դա իրականում խոստովանություն ու ցույցիչ էր մեզ համար առայն, որ իրենք մինչև օրս էլ շատ կարևորում են հենց առաջատար լինելը, թելադրող լինելը։ Հիմա ստացվում է, որ այս խաղաղության համաձայնագրի համատեքստում իրենք կորցնում են ինչ որ նախաձեռնությունը թելադրելու եւ ուստի փորձում են այլընտրանք ստեղծել կամ երկրորդային ֆրոնտ տեղեկատվական բացել, ասելու, որ սա իրական համաձայնագրին ուղի չէ դեռևս, այսինքն Հայաստանը այս դեպքում, Հայաստանին մեղադրելով, որ պատրաստ չէ իրական խաղաղությանը, որովհետև ըստ էության դա չի տեղավորվում իրենց ընդհանուր մոտեցման ու քաղաքականության մեջ ցույց տալու, որ Հայաստանը ագրեսոր է, կառուցողական չէ տարբեր հարաբերություններում հնարավոր չի իր հետ հարցեր լուծել առանց ուժի կիրառման, ու սա, ինչպես մենք նախկինում էլ արձանագրել էինք, կարող է պատրվակի հող պատրաստել, որպեսզի ամեն պահի էլ կազուս բելի հիմք ունենան ու հերթական էսկալացիայի դրդեն, եթե հասկանան, որ այլընտրանք չկա այս պահին կամ իրենց հատկապես ձեռնտու է դա։ Հայկական կողմի պաշտոնական, լրահոսում համենայն դեպս բառամթերքը փոքր-ինչ փոխվել է նախկինի հետ համեմատած, ավելին պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, երբ որ մեկնաբանում էր այս հաղորդագրությունները ադրբեջանական կողմի, բազմաթիվ իրար հետևից մի քանի օր շարունակ, կարծես թե հաստատեցին, որ իրոք կրակոցներ տեղի ունենում են ադրբեջանական կողմից, պարզապես հայկական կողմը դրանց մասին չի բարձրաձայնում ընդհանրապես, քանի որ դրանք երկարատև ինտենսիվ կրակոցներ չեն ըստ էության, նշանակելով, որ այլ տեսակի են, ուստի չենք բարձրաձայնում, ու սա իրականում տեղավորվում է հայկական տեղեկատվական պորտֆոլիոյի մեջ, այսպես ասած, չսրել իրավիճակը, որևէ առիթ չտալ թեման զարգացնելու գուցե եւ ցույց տալ, որ մենք խաղաղասեր ենք եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի դիմելու։ Կառավարության մամուլի սրահում տեղի է ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի 3-րդ քննարկումը, որը ներկայացրել է վարչապետը Նիկոլ Փաշինյանը, խոսել է նաև նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։ Հաջորդ թեզը, որը էականորեն բնորոշում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու՞, ինչի է կարևոր այս թեզը։ Իմ նախորդ ասացի պատճառով, որովհետև նախկինում չի եղել ոչ մի անգամ, որ պետությունը դու լինես։ Այսինքն մենք ընդ որում նաև պետական կարգի տրամաբանությամբ այն միապետությունների շրջանում պետությունը միապետն էր։ Բայց մենք քանի որ այդ տրամաբանությունը, ասենք 15-րդ դարից հետո առնվազն չենք ունեցել, մեզ համար այս համատեքստում էական չի, միապետը չէր, կարևորն է նա, որ մենք չէինք, ով էր էական չի, բայց մենք չէինք, պետությունը մենք չէինք, պետությունը ինչ-որ ուրիշ մեկն էր, միտեղ միապետներ, միտեղ ուրիշ մեկներ, միտեղ ուրիշ կարգ էր, բայց այնուամենայնիվ մենք չէինք պետությունը, և այս թեզը նախորդ թեզերի շարքում մեզ մեր պետության հետ ներդաշնակեցնելու փորձը, որ ինչ-որ մենք տեսնում ենք, նույնականացնենք մեզ հետ։ Հայաստանի կառավարության շենքը, չէ դուք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, չգիտեմ ձեզնից ով առաջին անգամ կառավարության շենքում, ով առաջին անգամ չի կառավարության շենքում, բայց խնդիրն է նա, որ պետությունը, պետական կարգը եւ իրավակարգը շատ կարևոր է, որ ամեն քաղաքացի նույնականացնի իր հետ։ Այսինքն էլի այն կանոնները, որոնք նախկինում բաները, շահերը, սուլթանները, բաները, ցարերն էին մեզ համար սահմանում, որով մենք պետք է ապրենք, շատ կարևոր է գալ այն սոցիալ հոգեբանական վիճակին, որ մենք ենք, այսինքն քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում։ Եվ այս առումով և այս պատճառով է նաև,
որ ես շատ կարևորում եմ Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրության ընդունումը։ Իհարկե այդ հարցը լրիվ ուրիշ կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ լրիվ ուրիշ կոնտեքստ է ստացել, լրիվ ուրիշ համատեքստ է ստացել, բայց այն թեման, որի մասին ես խոսում եմ, նոր սահմանադրության, դա կապ ունի իրական Հայաստանի IS գաղափարախոսության հետ, որովհետև խնդիրը նույնականացնելն է պետությունը հայրենիքի հետ, քաղաքացուն հայրենիքի եւ պետության հետ, բայց առանց հաջորդ գործողության կիսատ կլինի այս process-ը։ Իսկ ո՞րն է այդ գործողությունը երկրում հաստատված իրավակարգը նույնականացնել քաղաքացու հետ կամ երկրում հաստատված իրավակարգի աղբյուր լինելու ընկալումը արմատացնել քաղաքացու մեջ։ Ես շատ եմ մտածել, երբեմն ընդ որում ես համոզված եմ, որ այդ խոսակցությունը ամենատարբեր առիթներով լսած կլինեք, ես հիշում եմ վարչապետ լինելուց առաջ էլ, շատ առաջ էլ, որ ընդհանուր խոսվում է դե մեր ժողովուրդը օրենք սիրող ժողովուրդ չի։ Ես օրինակ, որ ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, լավ, ինչի այդ ընկալումը ինչից է, ու իմ առաջարկած վարկածներից մեկը կապվում է սահմանադրության հետ։ Ես ասում եմ, ի վերջո, երկրում օրենքները բխում են սահմանադրությունից։ Այսինքն սահմանադրությունն է օրենքների եւ իրավակարգի աղբյուրը։ Սահմանադրությունը սկզբունքորեն պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։ Բայց խնդրեմն այն է, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեները իրենք հանրության շրջանում շատ լուրջ եւ շատ խորը կասկածներ են առաջացրել, թե ինչքանով է քաղաքացին քվեարկել այդ սահմանադրական տեքստի օգտին։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա։ Մանրամասների շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են ստանալու այդ օգնությունը։ Հիշեցնեմ, կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի մարդասիրական օգնությունը Սիրիայի ժողովրդին հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել։ Դրան նախորդել էին աշխատանքային հանդիպումները հայ, թուրք եւ սիրիացի դիվանագետների միջև եւ համաձայնություններ ձեռք բերվել
այս ամենի մասին եւ ուրբաթ օրը ապահվեն տրանսպորտային ընկերության 4 բեռնատարներ հայ վարորդներով հատել էին անցակետը սահմանը եւ 3 հասել էին Սիրիա, այնտեղ Հայաստանի դեսպան Ռուբեն Խարազյանը փոխանցել էր այդ բեռները Հալեբ նահանգի փոխնահանգապետին, ով շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Օգնությունը դա մոտ 80 տոննա բեռ է, հիմնականում հայաստանյան արտադրանքի սննդամթերք, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կբաշխվեն Հալեբում եւ Դամասկոսում, այդ թվում նաեւ հայ ընտանիքների շրջանում, իհարկե ոչ միայն հայերի, եւ այդ ամենում կօգնի Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կազմակերպությունը իր աշխատակիցներով։ Արծում իսկ արդյոք անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի բացման օրը, վերջնական բացման օրը ըստ էության։ Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, դե հիշեցնում եմ, որ մեկ անգամ 2 տարի առաջ սահմանը բացվել էր, կրկին մի քանի օրով եւ նույնպես օգնություն տեղ հասցնելու համար Թուրքիայում տեղ ունեցած երկրաշարժից հետո, բայց դա ոչինչ չփոխեց։ Եվ օրինակ Եվրամիության ներկայացությունը Հայաստանում այսօր հայտարարություն է տարածել, որում ոչ միայն ողջունում է այս մարդասիրական քայլը, այլ նաև հույս է հայտնվում, որ այս բարի կամքի դրսևորումը կմոտեցնի այն օրը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերջնական հաշտություն եւ համաձայնություն կլինի եւ հարաբերությունները վերջնականապես կբարելավեն։ Այսինքն ակնարկվում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը այս քայլը կօգնի եւ կմոտեցնի այդ օրը։ Հիշեցնեմ, Թուրքիան այսպես բաց տեքստով նախապայման էր քաշում, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հաստատեց, որ պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել եւ համաձայնվեց բովանդակությանը, արդեն մենք իրավունք ունենք ակնկալելու Թուրքիայից որոշակի քայլերի, քանի որ ակնհայտ է, որ միայն Ադրբեջանն է խանգարում այդ համաձայնագրի կնքմանը։ Այդ իմաստով իսկապես կարող ենք Թուրքիայի առաջ հարց դնենք կամ օգնեք, որ Ադրբեջանը ստորագրի, ազդեցություն գործեք, կամ գնահատեք մեր կոնստրուկտիվ մոտեցումը եւ կատարեք ձեր խոստումը։ Իդեպ Բաքվում շատերի մոտ տպավորություն կա, որ այս ժամանակավոր սահմանի բացումը վկայում է այն մասին, որ Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական նորմալացման եւ սահմանը առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանի կատարման սահմանի բացման։ Մի շարք ադրբեջանցի փորձագետներ այդպիսի գնահատական են տվել համացանցում կամ իր լրատվամիջոցներում, կարծելով, որ Թուրքիան այս քայլով հող է նախապատրաստում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքը նախապատրաստում է այս քայլին։ Լրատվամիջոցները նույնպես դժգոհում են, մասնավորապես Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող Մինվալ պարբերականը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել. Թուրքիան զիջել է Հայաստանին։ Արծում, իսկ առհասարակ իրականում Բաքուն ունի մտահոգվելու առիթներ։ Չեմ կարծում, որ Թուրքիան զիջել է Հայաստանին, քանի որ այն պարզ պատճառով, որ Թուրքիան ոչ միայն տեղեկացրել է Ադրբեջանին այս որոշման մասին, այլ նաև ինչ որ իմաստով նաև թույլտվությունն է խնդրել Ադրբեջանի։ Թուրք բանագնաց Սերդար Կլիչը փետրվարի 24-ին այս թեմայի շուրջ խոսել էր Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ ավելի ուշ, երբ Բաքու էր եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, նրա հետ նույնպես այս թեման քննարկվել է։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ ոչ միայն անակնկալ չէր Բաքվի համար, այլ նաև Բաքվի գիտակցությամբ եւ համաձայնությամբ է եղել այդ ամենը։ Եվ այսօր Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունը, լրատվական բաժինը հատուկ հայտարարություն է տարածել, որով հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայ-թուրքական սահմանը պատրաստվում են բացել, ընդգծելով, որ այդ ժամանակավոր բացումը անցակետի ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի հետ սահման բացել։ Իսկ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քյուլիչը
հայտարարել է, որ այդ մամուլում տեղ գտած տեղեկությունները այն մասին, որ Թուրքիան պատրաստ է սահման բացել Հայաստանի հետ, դա հայերի, այսպես տեղեկատվական հերթական սադրանքն են եւ որ չկա որևէ հիմք կարծելու, որ Թուրքիան կարող է առանց Բաքվի թույլտվության համաձայնությամբ գնա այնպիսի մի քայլի, որը կվշտեցնի ադրբեջանցիներին։ Շնորհակալություն Արծուն։ Փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում Սոչի եւ Եղևնի վարչական շրջաններում շինաշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին այսօր զեկուցել են Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցությանը։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի, խաղաղապարակների եւ մի շարք այլ ծրագրերով նախատեսված շինաշխատանքները։ Թեմայի շուրջ գործակարգավարական խորհրդակցությանն այսօր մանրամասներ հայտնեցին վարչական շրջանների ղեկավարները։ Դավթաշեն վարչական շրջանում 2025 թվականի բակերի բարեկարգման ծրագրերով նախատեսված եւ պլանավորված է 4 բակերի բարեկարգման աշխատանքներ, որոնց մեջ ներառված են 5 դաշտ, 4-ը ֆուտբոլի եւ 1-ը թենիսի, ինչպես նաեւ առանցին խաղահրապարակներ։ 3 բակերի համաձայնագրերն արդեն կնքված են եւ աշխատանքները նախատեսվում են սկսել ապրիլ ամսվա մեջ։ 4-րդ բակը ֆուտբոլի դաշտ է, առաջին թաղամաս 32-33 շենքերի մոտ, որի նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Փետրվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսվել են տունկի աշխատանքները։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ։ Արդյունքում Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում Սոչիներ եւ Եղևնիներ։ Պարոն փոխքաղաքապետ, ուզում եմ ձեզ նաեւ զեկուցել, որ Էդի աշխատանքները նախատեսված է մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանների կտրուկ տաքացումը հնարավոր է, որ քաղաքի հարավային շրջաններում Էդի աշխատանքներն ավարտվեն ապրիլի 1-ին։ Բեգոյանն ասաց, որ զուգահեռ մարտի 20-ից Թումանյան փողոցում սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրան մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները, որոնց 60%-ն իրականացվել էր դեռ նախորդ տարի։ Եվ Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի, փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ։ Այս հատվածում, այս երկրորդ հատվածում փորձել ենք պահպանել թվով 30 քիչ թե շատ այսպես վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի տեսակի ծառատեսակներ, որը ըստ մասնագետների չունեն այս պահին տապալման վտանգ։ Այս փողոցից այս անգամ հեռացվել է 80 ծառ, փոխարենը տնկվել Ցերսիս տեսակի 90 ծառատեսակ եւ լրացուցիչ բացվելու է տարիների ընթացքում տնտեսվարողների կողմից փակած, զավթած շուրջ 30 բնաբաժակ։ Ընդհանուր առմամբ այս երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Եվ ընդհանուր Թումանյան փողոցի մասով բացի փոխարինված ծառատեսակները նաև նախորդ տարվա հատվածներում են իրականացվել բնաբաժակների հետ բացում, եթե կարելի այսպես ասել, եւ Թումանյան փողոցում կորցված այդ բնաբաժակների եւ հետագայում դրանցում ծառատունկի արդյունքներում կունենանք մոտ 60 ծառով ավելի Թումանյան փողոցում, քան մինչ այս ունեցել ենք։ Զեկուցվեց, որ Երևան ներկրված փոշեկուլ մեքենաների համար հավաքագրում են վարորդների։ Երաշարընկերության ինստրուկտորների կողմից արդեն սովորեցնում են վարորդներին ինչպես օգտագործել մեքենաները եւ արդեն հանձնման ընդունումից հետո արդեն կսկսեն աշխատանքներ իրականացնել, նախատեսում ենք մոտ ապրիլի 5-ից 7-ի կողմերը արդեն աշխատանքներ իրականացնել։ Հավաքանիով պետք է հաստիկացուցակի 12 ավելացում անենք, ճիշտ է 12 հաստիկի ավելացում, որպեսզի տվյալ աշխատակիցները այդ հատուկ տեխնիկան սպասարկեն։ Այսինքն մեր հավաքանու նիստից առաջ մենք չենք կարող այդ մարդկանց գործի ընդունել, քանի որ հաստիկ չենք ունենա։ Այս պահին որոշակի մենք մեր ջրցանների վարորդներին ենք սովորեցնում, բայց այո, հաստիկների կարիք ունենք, հակառակ դեպքում չենք կարող աշխատել։ Նաև զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի փլուզված հատվածում շինաշխատանքներն ընթանում են, ժամկետի փոփոխություններ չկան եւ արդեն մայիսին փլուզված հատվածը վերականգնված կլինի։ Տիգրան Ուվակիմյան, Հորիզոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով եղել է Վրաստանում, Թբիլիսիում տեղի ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի Վիրակլի Կոպախիցեի առանձնազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ, իսկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը եւ Վիրակլի Կոպախիցեն հետևել են Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպանը։ Իդեպ UEFA-ի ազգերի լիգայի անցումային փլեյօֆի Վրաստան-Հայաստան հանդիպմանը Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջել է բրցակցին։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ևս զիջել էր Վրաստանի հավաքականին։ Խաղն ավարտվել էր 0-3 հաշվով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ մարտի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Շիրակի մարզի որոշ բնակավայրերում, իսկ մարտի 26-ին Արինջի որոշ հասցեներում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 26-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Արինջ բնակավայրի Դուրյան առաջին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի առաջին եւ երկրորդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։